Սիրելի հայրենակիցներ, Զատիկից հետո երրորդ կիրակին է և կոչվում է Կարմիր կիրակի։ Կարմիր կոչումը բացատրող որևիցե արարողություն չկա։ Քրիստոնեական գրքերի մեջ Կարմիր կիրակիին նվիրված տաղ կա, ուր նմանություն կա Կարմիր կիրակիի և Քրիստոսի թափված արյան միջև։ Կարմիր անվանի օրն այս նազելի, զիտերն երևի, որպես իզատկի օրն կիրակի, և այն զիկոչի Կարմիր կիրակի և հույժ պատշաճի զի արյամբ ծաղկի։ Այսօրվա ավետարանը Մարկոսի 4-րդ գլուխ 26-34 համարներն են, որը սկսում է հետևյալ նախադասությամբ. Այսպես է Աստծո արքայությունը, որպես թե մի մարդ հողի մեջ սերմեր ցանի։ Արարիչն Աստված նա է, ով ստեղծում է մեզ ոչինչից և մեր մեջ սիրո մի փոքրիկ սերմ է ցանում։ Այդ փոքրիկ սիրո սերմը աճում է մեր մեջ, որպեսզի կարողանա ապաստան դառնա և մխիթարի ուրիշների, իսկ այդ սերմը աճում է, երբ պայմանները նպաստավոր են։ Աճող սերմի և մանանեխի սերմի առակները ցույց են տալիս Աստծո թագավորությունը, ինչպես երկրի վրա ցանված սերմը աճում է գաղտնի և խորհրդավոր, հաճախ առանց մեր անմիջական հասկացողության և վերահսկողության։ Ինչպես հողագործը չի հասկանում աճի ճշգրիտ ընթացքը, մենք նույնպես պետք է վստահենք Աստծուն և ժամանակ տանք և չհուսահատվենք։ Մանանեխի սերմը ամենափոքրիկն է բոլոր տեսակի սերմերից, դառնալով բույսերի ամենամեծը և խորհրդանշում է աննշան թվացող սկզբից մեծ գործերի առաջընթաց։ Առակները մեզ խրախուսում են ճանաչել Աստծո ներկայությունն ու աշխատանքը աշխարհում։ Մենք կանչված ենք նմանվելու սերմնացանին, ցանելով հավատքի և սիրո սերմերը և վստահելու, որ Աստված կարդյունավորի մեր կյանքը, նույնիսկ եթե մենք անմիջապես չտեսնենք արդյունքները։ Աստված անհամբեր չէ մեր աճի նկատմամբ։